իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրան։ Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր մենք խոսելու ենք անվտանգությունից, մենք խոսելու ենք բանակից, մենք խոսելու ենք ազգ բանակ հայտնի կոնցեպտից, որը ցավոք սրտի միջև այսօր չի իրականանում կամ իրականանում է առանձին մակարդակներով եւ չի հասնում այն մակարդակին, որ պետք է իրականանա։ Մեր հյուրն է ՈՄԱՐԱԶՄ հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Ես պետք է անդրադառնամ երկու օրենքի նախագծերի։ Մեկը դա մենք անցած անգամ ձեզ հետ սկսեցինք դա քննարկել, շեմը 27-ից 37 տարեկան դարձնելն է 15 միլիոն եւ սերժանտների աշխատավարձերի բարձրացում։ Կներեք, սա ինչ գնահատականի է արժանից ձեզ։ Ընդհանրապես շեմը կարծում եմ 37-ը 40-ել 50-ել ասենք դա մեծ դեր չի խաղում, եթե քաղաքացին իր պարտականությունը չի զգում։ Դա ընդհանրապես որպես բեռ է դիտում։ Հիմա մենք հաճախ ենք լսում, չէ, բանից իշխող ուժի կողմից, որ հերոսը բանն է հարկատում։ Հերոսը անգամ ասենք $100 միլիոն Քերքորյանը չի, կարող է Հայաստանի հայրն է, բայց հերոսը չի։ Հերոսը այն մարդն է, ով իր կյանքն է վտանգի դնում ընդհանուր գործը առաջ տանելու համար։ Այդ դա է հերոսը, էլի։ Ուժի ձևի հերոսի ձևակերպումները անգրագետ է եւ առհեռատես։ Եթե դու մարդուն հերոս դառնալու հնարավորությունից զրկում ես, առաջ քաշելով, ասենք աշխատավարձով այդ հարցը լուծել, շատ բարդանում է։ Շատ է բարդանում քո վիճակը, որովհետեւ դու այն երկիրը չես, հռոմեական կայսրությունը չես, որ քո զինված ուժերը ասենք վարձկաններով լինեն, ոչ ասենք Կարթագենն ես, որ ասենք վարձկան բանակ միայն ու ասենք իր պատմության մեջ ունենա, դու ամերիկան չես, որ արտասահմանցիները երազեն քո քաղաքացիությունը ձեռք բերեն եւ բարձր աշխատավարձով եւ քաղաքացի դառնալու ասենք պատրանքով գան եւ քո բանակի մեջ ընդգրկվեն, դու պիտի դրա բանը շատ բարձր պահես եւ մենակ աշխատավարձով դա առաջ տանել, ես կարծում եմ մեծագույն սխալ է, դա կոպիտ հարված է հասցնում, շատ կոպիտ, ոչ թե կոպիտ սխալ է, ինչ որտեղ հանցավոր սխալ է, բայց կոպիտ շատ ազդեցիկ հարված է հասցնում գիտակցությանը, երկրի քաղաքացու գիտակցությանը եւ հայ լինելու գիտակցությանը։ Իսկ ինչ վերաբերվում ասենք շեմը նույն ձևով, քանի սաղ ես, այդքան պարտք ես։ Ուղղակի քո պարտքը պիտի լինին համել իրավունք։ Այդ էլ առաջ պիտի քաշես, որ դա միայն պարտք չի, արյունով պարտքը չի, դա նաև քո իրավունքն է պաշտպանել քո երկիրը, քո ընտանիքը, քո անձը։ Այդ մենք 20 թվականին, երբ որ ասենք այս 36 տարվա արդեն պատերազմի այդ փուլում, երբ որ մենք պարտություն կրեցինք, այդ պարտությունը ուրվագծվեց դրանից առաջ, երբ որ մեդիա դաշտում եւ ասենք բանի մեջ, այդ հոգեբանական պատերազմի մեջ թուրքերը սկսեցին հաղթել։ Ինքը նախանշան էր, որ մենք հիմա պարտվելու ենք։ Իսկ ինչու՞ էր դա արտացոլվում, որ թուրքերը դա երևում էր դրանով, որ ասենք խոսքի օրինակ Facebook-ում բլոկ էին անում ցանկացած բան, էջ, որը որ այս այնպես ասենք քաղաքացու ռազմական պարտքի գիտակցության վրա էր աշխատում, հայրենասիրության վրա էր աշխատում, թուրքերի վայրագությունները, ասենք, նկարագրող ֆոտոներ, բաներ, գլխատված հայերի, ասենք, ֆոտոներ 15 թվականից, բանա, միջազգային դատարանով եւ իր երկրում մապատժի դատված, ասենք, Էնվերի, Թալատի նկարները դրվում էր տակը եսի ինչերով, ասենք, կամ Ռասուլզադե, որ նացիստական, ասենք, բան ա եղել, բանակի մի մաս ա եղել եւ բանա միջազգային դատարանով հայտարարված հանցագործ՝ ի տարբերություն Գարեգին Նժդեի։
իր ֆոտոներով, իրան պաշտպանող կայքեր, լրատվամիջոցներ ոչ մեկ երբեք բլոկ չէր ելնում։ Իսկ մեր մոտ բլոկ էր ելնում ազգային պետականորեն ազգային հերոս ընդունված Մոնթեի նկարի տարածելը։ Գարեգին Նժդեի, ասենք, խոսքերը կրկնել է այն դեպքում, որ ինքը ոչ մի միջազգային ատյանում, ոչ մի իր մտքերի համար հանցագործ չի ճանաչվել։ Սովետական բանն էլ, դատարանն էլ իրեն դատել է սովետական հասարակարգի դեմ, սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի դեմ իր մարտերի հակասովետական գործունեությունը իր աղել է պայքար ռազմի դաշտում սովետական Ադրբեջանի եւ հետո սովետացված, ասենք, Հայաստանի Հանրապետության դեմ։ Ուրիշ բանի համար չի, բայց իր ցանկացած նախադասության տակ, ասենք, դու կարող ես լայք անել եւ բլոկվեիր։ Պարոն Վարդանով, դա ցուցիչ էր։ Աշխատանքը շատ ավելի բազմազան է, դա արդեն երևի մասնագետներին է պետք խոսացնել։ Այստեղ կա մեկ շատ ցուցիչը ունի մեկ շատ կարևոր հիմնավորում, ես դա ժամանակի դեպ ասել եմ։ Եվ Ադրբեջանը, եւ Հայաստանը, մինչեւ 20 թվականը եւ հիմա էլ ունեն ռոպագանդիստական ռեսուրսներ։ Իհարկե Ադրբեջանում շատ ավելի շատ են, բայց մենք էլ ունենք։ Ուղղակի այստեղ կա մեկ շատ կարևոր տարբերություն։ Ադրբեջանում ամբողջ ռոպագանդան աշխատում է դրսի վրա, այսինքն Հայաստանի դեմ աշխատում։ Ադրբեջանի ներսում ընդդիմություն չկա, իրենք խնդիր չունեն։ Իսկ մեր ռեսուրսները, այդ թվում նաև այն ռեսուրսները, որոնք բյուջեից փող են ստանում, որպեսզի աշխատեն Ադրբեջանի դեմ, աշխատում էին այն ժամանակվա ընդդիմության դեմ։ Եվ հիմա նույն վիճակն է, բան չի փոխվում։ Այսինքն մեր առանցայինը սուղ ռեսուրսը մենք աշխատում ենք իրար դեմ, իսկ ադրբեջանցիները ընդհանուր ֆրոնտով աշխատում են մեր դեմ, Հայաստանի դեմ։ Ու սա խնդիր է, որի արմատները երևի պետք է փնտրել ժողովրդավարությունում, ես չգիտեմ։ Չեմ կարծում։ Այստեղ բան կա, շատ հին պատմություն ունի։ Օրինակ, երբ որ զեյթունցիները 1915 թվականին առանց դիմադրելու, կարելի ասել առանց դիմադրելու, գաղթի եւ կոտորման ճամփան բռնեցին, պատճառը իրար հետ լեզու չգտնելն էր, ասենք, քաղաքական ուժերի եւ ասենք այդ տանուտեր իշխանների իրար հետ լեզու չգտան։ Չկարողացան հնչակները դաշնակցության հետ, ասենք, ինչ որտեղ համաձայնության գան, հետո մի կերպ, երբ որ իրանք ինչ որ համաձայնության եկան, տանուտերերի հետ չկարողացան։ Տանուտերները կողմնակից էին, որ ասենք ենթարկվեն բանի, մինչև վերջել այդ թեզը պահեցին, չնայած արդեն չեմ հիշում, չսխալվեմ, անունը չտամ, իշխաններից մեկը կողմներ, որ ասենք պայքարեն։ Այդ իրար դեմ հաճախ մենք պայքարելուց ավելի շատ ենք իրարից վախենում, քան ասենք հակառակորդից դրսի ուժից։ Դավիթ Բեկի ապստամբության ժամանակ, որը որ բերեց բանը այդ Մելիքական հանրապետության ձևավորմանը, մենք մելիքներ ենք ունեցել, որ պայքարելով Դավիթ Բեկյան հանրապետության դեմ դրսի ուժ է հրավիրել։ Նույնը եղել է, ասենք, Վարանդայի իշխանը, որը Մելիք Եգանյանների հետ պայքարելուց դրսի ուժ փանախին են բերել ու մինչև օրս մենք այդ որոշման բանը մարսում ենք։ Հիմա տես չի։ Հիմա տենց է։ Նույն ձևով ասենք, դրսի ուժերին դիմում էր դեռևս Տիգրան Մեծի որդին Տիգրան Կրծերը, չէ՞։ Մենք մի քիչ շատ ինքնավստահ ենք, կարծում ենք երևի որ Աստծո ձեռքը մեր գլխին է եւ մեզ ոչ մի բան sense կործանարար չի պատահի, բայց պատմության դասերը ցույց են տալի, որ հա պատահում է։ Դրանից էնյան ինչ պատահի, որ մենք ասենք հետեւություններ անենք։ Էլ ինչ պիտի պատահի։ Միասնությունը արտաքին աշխարհի հետ շփման հարցում միասնությունը պիտի միանշանակ ընդունվի այս ժողովրդի կողմից։ Ես մի անգամ լսել եմ, որ բանա ուրեմն այստեղ մեղադրական կար, որ Հայաստանի Հանրապետությունում, որ օպոզիցիային դիմում է, պոզիցիան ասում է թուրքերի հետ կռվենք, թե չկռվենք։ Այդ հարցում։ Դա նորմալ չի, որ երբ որ ինչ որ բան է ձևավորվում, միասնական ասենք գործեն։ Իրար հետ ձեռք բռնած ասենք պարտադիր չի, sense ինչ որ պարային վալսեր ու պիրուետներ պարեն իրար համբուրեն բան, բայց իրար հետ մի ուղով քայլել հնարավոր է, չէ։ Շատ բան չի պահանջվում, ընդհանրապես բոլորիս ասենք ուզածը չկոտորվելն է եւ հնարավորին չափ ասենք մեր կենսական աշխարհը մեծացնելը, որ ավելի կենսունակ լինենք։ Հիշենք, որ Իսրայելը նման խնդիր լուծեց, ասենք կողքից տարածքներ գրավելով։ Մենք
կողքից տարածքներն էլ ասենք գրավելուց ագրեսոր չենք լինելու։ Ով ինչ ուզում է ասի Արցախի ինքնորոշումը դա ագրեսիա չէր, երբ որ մենք Հայաստանի Հանրապետությունը կամավորներով եւ զինված ուժերով աջակցում էր Արցախի Հանրապետությանը։ Դա ագրեսիա չէր։ Դա ինքնորոշված Արցախին աջակցություն էր։ Ոչ մեկ Սիրիային չի կարող ասի, որ դու ագրեսոր ես, որտեղ Բեյրութում դու զորքով օգնում էիր, ասենք դիմակայելու Իսրայելի ագրեսիայի դեմ, ասենք 90-ական թվականներին, 2000-ականներին։ Մենք պիտի հասկանանք, որ դրսի վտանգները ավելի լուրջ են, քան կարան լինեն ներսի վտանգները։ Չենք հասկանում, դեռևս չենք հասկանում։ Չգիտես խի, մեքենայի վարորդը կողքի վարորդին ավելի շատ է ատում, քան իր ազգականին, ասենք մորթած թուրք ֆիթնես տրեներին։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Չեմ կարող, չի մտնում գլխիս մեջ։ Երևի ես բանեմ, այս աշխարհից չեմ։ Երևի ես սփյուռքայ ուզբեկ եմ, չգիտեմ։ Չեմ կարող ասեմ, բայց շարունակվում է։ Նախորդ իշխանությունների մոտ էր այդպես, ասենք, մաքսիմալ երկիրը թույլատնում էին, որ ասենք հանգարց անդիմություն չձևավորվի։ Այսօրվա նախկին անդիմությունը, որ իշխանությունն է դարձել, դուք ճիշտ նշեցիք, իրանք էլ նույն գործելավոճն են վերցրել, անգամ ասենք ագրեսիան այն աստիճան է սրվում, որ մեկը մյուսին ոնց որ ասած ծածկում է, երբ որ օպոզիցիայի դեմ, ասենք, բռնի ուժով կիրառվում կամ ասենք հանցանքապաստորեն կատարվում։ Ես դա չեմ հասկանում։ Խոչ ու բե, չեմ հասկանում ու վերջ։ Չի մտնում գլխիս մեջ։ Особенности национального менталитета։ Միգուցե չէ՞ որ ադրբեջանցիների մոտ էլ է մոտավորապես այդ նույն մենտալիտետը, չէ՞։ Միգուցե արևելքն ազդել, միգուցե նախկին ստրկությունը, այն հպարտ քաղաքացիները թող չմոռանան, որ իրոք նախկին ստրկություն ունեցել ենք, 500 տարի եղել ենք Օսմանյան կայսրության, ասենք, ստրկության մեջ մուծել ենք հատուկ ստրուկի բանը հարկ քրիստոնյա լինելու համար, իսկ դա ստրուկի հարկ էր։ Մենք պարսկական տիրապետության տակ ենք հարյուրավոր տարիներ եղել։ Միգուցե կարող է, չեմ կարող ասեմ, այդ բարձր երաժշտությունն էլ դա ես մի անգամ հոկեբանի մի հատ զրույց եմ լսել, որ սևամորտ ամերիկացիները, երբ որ բարձր երաժշտությունը միացնում են, դա նախքին ստրուկը այդ ձևով արտահայտվում է, ցույց է տալի, որ ինքը անկախացել է։ Կարող է այդ բարձր ռաբիս քյարտ երաժշտությունը, որ պատուաններից, ասենք, մեքենաների հնչում է, կարող է դա էլ այդ ստրուկի բանն է, կարող է, չեմ կարող ասեմ։ Համենայն դեպս հոկեբանական բնագծերը բանի մենտալիտետի իրենք հարյուրավոր տարիներ են ձևավորում, այնպես չի որ այ հիմա հայտնվեց մագնիտոֆոնը եւ բարձր երաժշտությունը, ասենք, դարամոն։ Չէ, առաջներում էլ ասենք մարդիկ կարային թողում անենց անեին, որ ասենք սախ իրանց ցավին չբան չանեին, էլի, սախ շոշը փագելով մի 5 հաղթոյով ասենք փագած տանեին, ասենք, ու փագեին սախ, ասենք, անցու դարձը միլիոնավոր քաղաքում, ինչա իրանք թաղում են անում, այն դեպքում, որ ինքը հանրապետական նշանակություն չունեցել, ասենք, հանգուցյալը։ Ամենայն հարգանքով հանգուցյալի նկատմամբ, բայց իր մերձավորները, ասենք, ամեն ինչ անում են, որ նեղություն տային։ Հոգեբանական բարդույթ է։ Բարդույթներ են, այո, որոնք ձևավորվում են տասնյակ հարյուրավոր տարիներ։ Վերադառնանք պարոն Վարդանov մեր քաղաքականության անվտանգության ոլորտում այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց, որ Հայաստանը հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը կազմակերպվելու են պահեստազորի հավաքներ, հերթական հավաքներ 25-օրյա։ Ինձ մոտ տպավորություն կա, շատ կայուն տպավորություն կա, որ մենք շարունակում ենք ընկնել քանակի, այլ ոչ թե որակի հետևից, հաշվի առնելով, թե այդ 25-օրյա հավաքները ինչպիսի բնույթ ունեն եւ ընդհանրապես ինչ նպատականներ են իրագործվում կամ չեն իրագործվում այդ 25 օրվա ընթացքում։ Ինչու ենք մենք ընկնում քանակի հետևից, երբ որ ունենք շատ լուրջ որակի խնդիր, եւ այդտեղ խնդիրը ավելի շատ համակարգային է եւ պարզ է, որ այդ 25 օրվա ընթացքում հնարավոր չէ մարդուն ինչ-որ մի բանի հասցնել։ Ես կարող եմ ավելացնել, որ 25 օր չի, 25 օրից ասենք 10 օրյա փուլն է, որ ասենք այնտեղ մի քանի օր տրամադրած է մարզվելու, մնացած 14 օրը գնում է, ասենք, դիրքերը պայելու։ Ուսումնական նպատակ չի հետապնդում։ Իսկ ներկայացվում է, որ ուսումնական է նպատակը։ Ուսումնական է, յանի պրակտիկա, բայց պրակտիկան ոչ մի նոր գիտելիք չի տալի, ինքը ամրապնդում է քո ուսումը, որը դու ստացել ես 10 օրյայի մեջ, եթե
այդ 10 օրյա ուսումնական օրերը վերցնենք, մի 2-3 օր եթումա կազմակերպչական, հետո եթումա մի 5-ից 7 օր, ոնց որ ասած, մարզական։ Ինչի է իրանք որակը այդքան լավ չեն կարող ստանալ, պատճառը ուսուցիչների պակասից է։ Մենք ուսուցիչների պակաս ունենք շատ լուրջ ինստրուկտորների, հրահանգիչների։ Երբ որ էլի իմ սրինգը փչեմ, էլի ասենք 23 թվականին մենք հավաքներ անցկացրեցինք եւ հետո մարտական հերթապահության հոկտեմբերին դուրս եկանք Ջերմուկի տարածքում։ Մեր մոտ լավ ստացվեց այն աստիճան, որ մինչև օրս մեզ տեսնել չեն ուզում, որտեղ պլանկին այնքան ենք բարձրացրել նշաձողը, որ վարչապետը ասում է նշաձողը իջեցնեք, հակառակ մենք բանը չհասկացանք այդ բանը, մենք հակառակ բարձրացրեցինք նշաձողը մարզումների, ու հիմա բանակը այդ նշաձողին չի կարողանում հասնել, ուղղակի չի կարող։ Պատճառը ուսուցիչ չունենալն է։ Մենք կարողանանք այդ ամեն ինչը Հայաստանով մեկ sense մասշտաբիռովը տանենք։ Կարծում եմ ոչ, որովհետև այդ ուսուցիչներին դեռ պատրաստել է պետք։ Մեր մոտ միգուցե 2-3 գումարտակի, ասենք, մարզումների համար հրահանգիչների մի մասը կա, էլի, մեր կարծիքով, ասենք, կա, բայց շատ ավելի շատ գումարտակներ է պետք մարզել։ Վերջապես պիտի հասկանանք մենք, որ մեր ռեզերվիստների թիվը 300,000-ին մոտ է։ Եթե դու տարվա մեջ 10,000 ես անգամ պարապացնում, դա նշանակում է 30 տարի մեկ մարդը պիտի գա մարզվի։ 30 տարի մեկ, այդ ինչ որ մեկը լուրջ մտածում է, որ դա օգուտ է։ Շատ ավելի շատ դու կարաս նույնիսկ ժամկետային ծառայությունը պակասացնես, դարձնես ամբողջությամբ, ասենք, ուսումնական ժամկետային ծառայությունը, ասենք 1 տարի դարձնելով կամ 1.5 տարի դարձնելով։ Բայց դա հնարավոր է մենակ այն դեպքում, երբ որ քո մոտ 36 գումարտակ ամեն ամիս նոր կանչվում եւ ծառայում է։ 36 գումարտակ, որից 12-ը, ասենք, մարտական հերթապահության մեջ են, 12-ը պատրաստվում են, ասենք, 12-ն էլ էդի ես հələ թեթևացված տարբերակն եմ ասում։ Գործող բանակի, ասենք, ստորաբաժանումների հետ համատեղ։ Իսկ եթե դու արդեն մտածում ես, որ ամբողջությամբ սահմանը պահեն Հայաստանի քաղաքացիները, ասեմ, այդ մեթոդն էլ կարա աշխատի ու կարա շատ լուրջ հաջողությունների բերի, որովհետև տարվա մեջ կամ 1.5 տարվա մեջ մի անգամ Հայաստանի քաղաքացին, երբ որ սահման դուրս գա եւ դասընթացներ անցնի եւ դուրս գա 15 օրով սահմանների եւ ինքը իմանա, որ միջև 55 կամ միջև 60 տարեկան ինքը զինծառայող է, ուղղակի տարիքի ցմփորանալու հետ միասին, ասենք, առողջությունը վատանալու հետ միասին, ինքը ինչ-որ կատեգորիաների մեջ շարժ է անում, էլի, ասենք, իր մոտ պաշտոններ է փոխվում, խոսքի մինչև 35 տարեկան դիրքեր, 40 տարեկան դիրքերը սպասարկող զորքեր աջակցություն, մինչև 50 տարեկան դա արդեն գումարտակի եւ գնդի հետ կապված անհրաժեշտ ծառայություն եւ այլն, իսկ 50-ից 60 խոսքի տարածքային պաշտպանություն, երբ որ քաղաքացին դա հասկանա եւ ամեն տարի մեկ անգամ կամ 2 տարի մեկ անգամ ինքը գնա այդտենց զբորերի բոլոր քաղաքացիները։ Միջայլոց շատ կարեւոր է սոցիալական արդարություն, շատ։ Սոցիալական արդարություն, եթե դու չպահես երկրում, որտեղ մշտապես քաղաքացին, բնակիչը ասել է ես խի գնամ եթե դու պետք է սոցիալական արդարություն ունես պահես, որ կամար что նոս են պատտաչել, ասես մի հատ դեֆեկտ պետք է չլինի, որովհետև ասենք ցանկացած քաղաքացի նայում է փողային, չգիտեմ, քաղաքական, գաղափարային եւ այլն լիդերների վրա։ Նայում է իրանց, իր երեխին չի ծառայում, իմ երեխին խի պետք է ծառայի, ավելի լավ է թող դառնա վերջնի վոլտայի քաղաքացի, Աֆրիկա կետա չի էտա, ասենք ուրիշ խնդիր է։ Եվ այստեղ շեմը բարձրացնել այդ հարկի, հա, պետական 15 միլիոն այդ հարցը չի լուծվելու։ Ես դրա մեջ շատ վատ բան չէի տեսնի, եթե մենք հայ չլինեինք ու չապրեինք մերձավոր արևելքում, ասենք վերին միջագետքում, եթե մենք չլինեինք հայ եւ չունենայինք մեզ շրջապատած 125 միլիոն, ասենք թուրք էթնոս, որից մոտավորապես 100 միլիոնը իրանց պետությունները ունեն։ Եթե այդպես չլիներ, նորմալ դրան կնայի, դա նորմալ է, ինչ ա եղել, ասենք։ Տենց ստացվել է, թող գումարով փակվի։ Դա դեռևս Խամուրապի օրենքների մեջ կա, էլի, ասենք, երբ որ զամենով, ասենք, հարուստը մի քիչ
տարբեր կազմակերպ չա կանում, փողը դիզելու գործով զբաղված չէր կարող այդ զինծառայության ու փոխարինող էր բանանում, ու երբ որ դա, ասենք, ոնց որ ասած, վերադասին տեղյակ չպայելով էր արվում, դրա համար մահապատիժ էր հասնում, տուգանք եւ մահապատիժ։ Իսկ եթե տեղյակ ես պահում, օքեյ, այլ հետո մուծվում ես որտեղ պետք է, էլի, համապատասխան, պրոստը զամեն անելը քիչ է։ Ուզում եմ ասեմ, դա կարող նորմալ դիտվեր, եթե մենք չունենայինք հսկայական քանակ, ես չեմ ուզում թվեր ասեմ, Ալիևի թեզերը առաջ չտանեմ, հսկայական քանակ ունեցել ենք մարդկանց, ովքեր որ իրենց պարտքը լավ չեն կատարել, ասենց ասեմ, ինչ մեղմ եմ արտահայտվում, իսկ դրանից 100 տարի առաջ այդ հսկայական քանակը խոսքի մի քանի անգամ ավելի մեծ էր, ու հիմնականում պարտքը չկատարելու մահանան եղել է, բա ընտանիքս ով է տիրություն անում։ Ես հենց ձեր ստուդիայում կարծեմ իրար այդ զրույցում ասել եմ, որ բանա չէին ընդվզի ոսկեպարիկ իրանցի ժողովուրդը, եթե այնտեղ անհրաժեշտ աշխատանքներ արվեր, եթե երեխաների էվակուացիաների ճանապարհ արվեր, ոչ թե ասենք երեխեքին էվակուացիա անես, բայց թուրքերի կրակոցներից 10 մետր հեռու կամ թուրք ասկերը 50 մետրի վրա նշան բռնի այդ ավտոբուսի վրա, դու երեխուն այդտենց էվակուացիա անես։ Դու այս էվակուացիոն ճանապարհները պետք է թային գյուղերից դեպի անտառ, դեպի Լոռու կամ դեպի Դիլիջանի, ասենք, ուղղության վրա կամ այնտեղ Իջևանից այրում կամ Իջևանից Վանաձոր ճանապարհ գծվեր եւ այդ ճանապարհին մեջքից միացված լինեին ոսկեպարը, Կիրանցը, Սեփքարը, դա անհրաժեշտ է։ Եթե այդպես բան դու չես անում, քաղաքացին փախնելու իրավունք ես տանում, կարտ բլանշ ես տանում։ Լավ եմ անում, բայց երեխուստիրություն չես արել, արա, սայց ծրիկ ախես, ավայի խոսում է վրա։ Կարա այդպես բան ասի, կարա։ Ու դու, եթե նույնիսկ դատարանում իրան դատեսել, ինքը արդար է դուրս գալի։ Բայց ինքը իր ընտանիքը չպետք է տիրություն աներ, պիտի աներ։ Դուք ճանապարհները պետք է կառուցեիր, ամրաշինական աշխատանքները նոր սահմանի վրա, որը որ դու գծում ես, ասենք, պիտի ամրաշինական աշխատանքներ անեիր, նախորոք, մարզեիր բնակչությունը, որ այս սահմանապահներին արագ օգնություն գար, հետո նոր ասեր, դե հիմա սահմանագիծը սենց է լինելու, ընդվզելու տեղ չէր մնալու, ուղղակի չէր մնալու, նրանք չեն աշխատում, մեկ էլ ասում են, անձրև եկավ։ Այդ տղա ջան, եթե դու աշխատեիր, այդ սելավա, անձրևա, չգիտեմ, գարնանային, արևային անձրևը, որ ցած ընկնելուց չորանում է, քո մոտ սելավ չէր առաջացնի։ Դու աշխատել, չգիտես, հետնել ասենք ավելի վատ բան կա, սոցիալական պատվեր չի ձևավորում։ Ախր մեր իշխանությունները 30 տարուց ավել ֆլյուգեր են։ Ինձ որ ասում են ընտրություն չի եղել, բան հին ժամանակներում սուտ է, եթե չլիներ փող չէին մուծվի, եթե չլիներ այսպես պաշկով չէին են փոքր ծակի մեջով, այսպես հաստ բաներ չէին անցկացնի, որ լծեին։ Ուրեմն շատ կարևոր է եղել ընտրությունը 90 թվերին, 2000-ականներին եւ հիմա, то есть ֆլյուգեր են իշխանությունները, եւ դա վատ չի։ Սոցիալական պատվեր, եթե ձևավորվեր, եթե հասարակությունը բանա առաջի դեմքը գալիս էր սահմանամերձ գյուղ ուրախ ձեռը չսեղմեին, ասեին այստեղ մի հատ չրանոց, որ չիրս սարքեմ, ասեր իմ ֆունդամենտը տան, ես փող չունեմ, ամրացրեք, որ ես կարողանամ իջնեմ, այնտեղ ինձ ապահով զգամ։ То есть անվտանգության մասին ոչ սահմանամերձ գյուղի բնակիչն է մտածում, ոչ ճարտարապետները, որոնք ասենք շինարարություններ են անում, ընդհանրապես ստայանքա են նախատեսում ավտոկանգար շենքերի տակ, չեմ մտածում բնակիչների, լավագույն դեպքում։ Բանը այնտեղ թաքստոց լինի, օդի ասենք անկախ համակարգով, անկախ կանալիզացիայով, ասենք սեպտիկ փոսեր, դա անհրաժեշտություն է միլիոնանոց քաղաքում, որը որ թուրքական հրետանուց ընդամենը 50 կիլոմետր է հեռու։ Իսկ այսօրվա հրետանին մի քիչ դրանից հեռու է, էլի կարողանում ճշգրիտ հարվածներ հասցնել։ Մենք ոնց կարանք սոցիալական պատվեր ձևավորենք, դա արդեն ուրիշ խնդիր է։ Առաջի հերթին սոցիալական պատվերը պետք է դառնա բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերի օրակարգում, որոնք որ ուզում են պետական մեխանիզմի մեջ աշխատանքի մեջ փոփոխություն մտցնեն անվտանգության ասպարեզում։ Բայց դրա համար հասարակությունը պետք է դա գիտակցի դրա անհրաժեշտությունը։ Իսկ մեզ մոտ ինչպես դուք ասում եք, չկա այդ գիտակցումը։ Լիդերի мнение կան, չէ՞, մարդիկ, ովքեր որ հասարակական կազմակերպություններին կարանք թյոմական են։ Օրինակ, մի քանի հասարակության մեջ լայն ճանաչում ունեցող մարդիկ, որոնք որ ոմային
աջակցող, ասենք, կարճ ռիլեր են նկարել կամ ասենք ֆիլմի մեջ են վավերագրական ֆիլմի մեջ են նկարահանվել, իրանց ձայները ես համոզված եմ լսել են եւ մեր մոտ շատացել են այն մարդկանց թիվը, ովքեր որ գալիս են մարզվելու, պարապելու, շատացել է։ Ուղղակի այդ մարդիկ պիտի գիտակցեն իրենց պարտականությունը։ Ընդհանրապես Աստվածաշնչի մեջ շատ կարևոր մի հատ նախադասություն կա, որը բառացի չկրկնեմ, բայց իմաստը դա է, ու շատ ատրվում, իրանից շատ էլ բանա պահանջվում է։ Պատասխանատվությունը իր շատ ավելի մեծ է, ում շատ է տված։ Դա լինեն, ասենք, դերասաններ, դա լինեն, չգիտեմ, գրականագետներ, պարուսույցներ, քաղաքական գործիչներ, համխառության լիդեր կամ մինուսները բացահայտող, ասենք, ընդդիմադիր ավագանի առաջի հերթին պետք է անվտանգությունից իրանք բառ խոսան, հետո նոր խոսան ասֆալտի որակից, հետո նոր խոսան, ասենք, ազգային պարերի առաջ գնալուց, հետո նոր խոսան, ասենք, դպրոցի կտուրների ջուր չկաթալուց կամ դուշի որակից։ Դա պիտի լինի առաջնահերթություն, Կոնստիտուցիայի մեջ ես նույնիսկ չեմ էլ հիշում, մեր մոտ գրված է տարբեր իրավունքներ, չէ՞ որ քաղաքացին ունի, առաջի իրավունքը գրված է գլխավոր կյանքի իրավունք, կա այդ իրավունքը բանը գրած, որ ողջ մնալու, ողջ կյանք ունենալու, ասենք, իրավունք ունի, այդ ո՞նց ենք այդ գլխավոր իրավունքը մոռանում։ Ում շատ է տված իրանից մեծ էլ, ասենք, սպրոսալիներ։ Պարոն Վարդանով, եւս մեկ անգամ վերադառնանք մեր բանակին, երևի դրանով սահմանափակենք մեր զրույցը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանին պետք է պրոֆեսիոնալ, բայց ոչ պայմանագրայիններից բաղկացած բանակ։ Դուք ինչպես եք կարծում, մեզ ընդհանրապես պրոֆեսիոնալ բանակ պետք է, եւ եթե պետք է, ապա ինչ է դա նշանակում, ումից պետք է բաղ։ Ոչինչ, բայց ոչ պայմանագրային։ Հա, եկել է իմ խելքին։ Դե ժամանակին այդ հայտարարությունը արել է։ Ես միշտ ասել եմ, որ պրոֆեսիոնալը դա ընդհանրապես արհեստավարժն է, եւ ասենք պատմական պրակտիկան, ասենք ռազմական պրակտիկան եւ պատմությունը ասում է, որ երիտասարդ զինված ուժերը, երբ որ երիտասարդն է ծառայում, միշտ ավելի հաջողակ են լինում, որտեղ երիտասարդը ավելի հեշտ է սովորում, նոր գիտելիքներ, ասենք, ստանում, ռազմական գործառնես չի, որ փոքրուց սաղ տներում, ասենք, առաջատարվում եւ ինքը պիտի գա որպես ունկնդիր սկզբից լինի, չէ՞, զինված ուժերում, որպես աշակերտ։ Եվ երիտասարդները միշտ ավելի լավ զինվոր են լինում, քան, ասենք, պայմանագրայինները։ Հա, բայց արհեստավարժ կարա լինի նաեւ պայմանագրայինը։ Լավ է, ասենք, ուրեմն ինչ որտեղ հասնում է ինֆորմացիան, սոցիալական պատվերը կամաց-կամաց սկսում է դեր խաղալ։ Լավ է, դա ված չի։ Մնում է իրականանա։ Մնում է իրականանա, ու չլինի հերթական խոսքը, ոնց որ Հայաստանում միշտ ընդունված է եւ խոսքը չխեղաթուրվի, ոնց որ առաջներում ա եղել եւ ոնց որ հիմա։ Մանավանդ ծախսատար, ասենք, այդ ծրագրերը, իսկ դրանք ծախսատար ծրագրեր են, մեծ ռեսուրսներ են ուզում։ Իրանք հիմնականում ասվում են ասվելու համար, որպեսզի չեն անում, որպեսզի փող տնտեսվի ուրիշ ավելի կարևոր բաների համար։ Ես օրինակ կարամ մի հատ օրինակ բերեմ, որ շատ չասեն էլի, ասենք, ապոզիցիաներ։ Ես պոզիցիաներ, ապոզիցիաներ չեմ։ Ես պրոստը, ասենք, Վարդանով Վովանեմ, անունս Վլադիմիրը, ես ուղղակի համեստ եմ կամ կեղծ համեստ եմ, սիրում եմ, որ ինձ Վովա են դիմում։ Ես մի բան եմ ուզում ասեմ, էլի, որ նայեք, ասենք թե մենք բան ենք, ռազմական նորմալ ուսուցիչներ բան ձևավորեցինք եւ արհեստավարժ զինված ուժեր ունենանք։ Ինչ է սպասվում այդ վաղտ։ Բնական է ահագին գումար կծախսվի դրա վրա, տնտեսությունը որոշակի ձևով կսկսի սպասարկել այդ ուժերը եւ ինչ է սպասվում անկում տնտեսապես։ Դա fake մտքեր են, դա սխալ միտք է, որովհետեւ բոլորը ով սկսում են իրան զինված ուժերի վրա մեծ ուշադրություն դարձնել, Ուկրաինան, ասենք, օրինակ չբերեմ, որտեղ ինքը դրսի մեծ փողերի վրա է բան արած, բայց ասենք կարանք հիշենք Հյուսիսային Կորեան, որը որ մի ուրիշ ձևի բլոկադայի մեջ լինելով, ես իմիջ լինելով հսկայական արժեք է ձևավորել, դա կոչվում է միջուկային սպառազինություն։ Կարանք հիշենք Ռուսաստանի, ասենք, տնտեսության աճը պատերազմի պայմաններում, երբ որ ինքը սկսեց զինված ուժերի վրա մեծ ռեսուրսներ ծախսել։ Ով ասում, որ մեր մոտ աճ չի լինի։ Մենք էլ կարանք հարուստ երկիր լինենք,
տնտեսական աճքը գրանցենք, երբ որ ավելի միլիտարիզացվի քո հասարակությունը, եւ միլիտարիզացվել դա չի նշանակում բոլորը շարարային sense Քայլենեի անեսյան Հյուսային Կորեայի նման։ Այսօր բազմաթիվ համացանցում կադրեր կան, թե Շվեյցարիա, թե Լեհաստան, թե Ֆինլանդիա, որտեղ ասես զարգացած երկիր, որի մասին կարանք երազենք իրանց նման ինչ որ մի բանը ունենանք, չգիտեմ, քաղաքաշինությունը կամ աշխատավարձը կամ սոցիալական ապահովությունը իրանց մոտ զինվորական համազգեստով, ավտոմատով բանը զորախաղեր են անում քաղաքում եւ առաջ են տանում այն թեզը, որ Նապոլեոնը ասել է ճիշտ բառեր, ով վախենում է իր զինվորին զինված իր փողոցներում տեսնել, կտեսնի հակառակորդի զինվորներին իր փողոցում զինված։ Թե չէ այն ախմախ պանիկաները, որ տարածվում էր, ոմանք դասընթաց էր անում, ասենք 15-16 տարեկան բանա 15-ից մի քիչ մեծ, ասենք երեխեքը, որ մարզվում էին, մեկ է աման, ստեղ զինված մարդիկ են պարապում, փեդի զենքերը ձեռները կամ ռեզինից, զինված կարող է հայր ջան մի քիչ ուշքի գաք հասկանաք, որ դուք էլ պիտի պարապեք, այդ զանգողներն էլ պիտի պարապեն։ Ու տնտեսական աճել կլինի, Ֆինլանդիայի, Սինգապուրի նման հարուստ երկիր կդառնա, սորերից մի օր Շվեյցարիայի պես դու կորոշես, ասենք, քո մոտ ասենք այս մարդու փողը ընդունի բանկը, թե չընդունի, մի քիչ շատ է քո մոտի փողերը, այս մարդու փողերը մի քիչ կասկածելի է։ Ոչ թե այսպես կիսա ողորմելի վիճակում, էլի ոնց որ մենք ենք հայտնվել, ու գլխավոր պատճառը մենք ենք, մենք սոցիալական պատվեր չձևավորողները, դրա մասին մենակ խոսացողները եւ առաջ չտանողները։ Հիշում եք Վիգեն Սարգսյանի ազգ բանակ ծրագիրը, ինչ արտակարգ կանոն է, ես այդ բանով ապրում եմ արդեն շատ վաղուց, 35 տարի մոտավորապես։ Ու ինչ արեց, ընդամենը բանակի բարելավման ծրագրեր էր, բանակի, բայց ոչ ազգ բանակ, իսկ ազգ բանակի առաջի հատվածը, то есть գլխավորը, դա ազգն է, ազգը էլ իր ուտուշ խմուշներով, ուղղակի բանակի մեջ ինչ-որ հնարքներ էր օգտագործվում, որ ասենք մի քիչ ավելի շատ զինծառայող գար։ Ազգ բանակը դա ազգ բանակ է։ Էլի քանակի խնդիր է լուծում, ոչ թե որակի։ Այո, կարճ ասած, պիտի մենք վերջապես հասկանանք, որ կռվում է համ հացթուխը, կռվում է համ վարորդը, որ այդ հացթուխի թխած հացը տանում դիրքերը հասցնում, համ դիրքերում կանգնած զինվորն է կռվում։ Ու այդ ամեն ինչը ընդհանրապես պիտի համակարգված լինի, կառավարելի պիտի լինի եւ կառավարությունը չես կորցնում պատերազմի մեջ անպայման հաղթող ես դուրս գալի մինիմում չպարտվող։ Շնորհակալություն պարոն Վարդանով։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրներ ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։